Հարավային Իրանի Մինաբ քաղաքում պայթյունի ձայները ընդհատվում են սգավոր մայրերի ողբով։ Մինաբում ընդամենը 48 ժամ առաջ հնչում էր աղջիկների ծիծաղը, այժմ արյան ու մոխրի մեջ փլատակների տակ դիակներ են։ Շաջարա Թայեբե տարրական դպրոցի վրա իսրայելա-ամերիկյան հրթիռային հարվածը խլել է ավելի քան 180 մարդու կյանք, որոնց մեծ մասը անմեղ երեխաներ էին։ Կիրակի օրը փրկարարական աշխատանքները պաշտոնապես ավարտվել են, սակայն հարազատների համար մղձավանջը նոր է սկսվում։ Երկհարկանի դպրոցի կեսը հավասարվել է հողին։ Կարմիր մահիկի աշխատակիցները փլատակներից դուրս են բերում ոչ թե աշակերտների, այլ նրանց մարմնի մասերը եւ արյունոտված դպրոցական պայուսակներ։ Մինաբի դպրոցի դեպքը համեմատելի չէ որևէ այլ միջադեպի հետ, նշել է Իրանի Կարմիր մահիկի ղեկավար Փիր Հոսեյն Քոլիվանդը։ Նույնիսկ Գազայում միաժամանակ այսքան մեծ թվով աշակերտներ չեն զոհվել։ Թեև դպրոցը հարակից է եղել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաբազային, արբանյակային լուսանկարները փաստում են, որ 2016 թվականից այն ամբողջությամբ առանձնացված է եղել ռազմական տարածքից եւ ծառայել է բացառապես քաղաքացիական նպատակների։ Մինչ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը հայտարարում է, թե ուսումնասիրում է քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մասին տեղեկությունները, իսկ Իսրայելը հրաժարվում է մեկնաբանություններից, Մինաբի փողոցներում շարքով դրված են դիակները։ Այս հարվածը ամենամահաբերն է ռազմական գործողություններից ի վեր։ 4 օրերի ընթացքում Իրանի ողջ տարածքում զոհերի թիվը գերազանցում է 700-ը։